Բաքուն և Երևանը պարտավորվել են խաղաղության համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո միջազգային իրավական ատյաններից վեճերը հետ կանչել և հետագայում չներկայացնել հարցեր այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի ստորագրման պահը մարտի 14-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ-նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա փոխանցմամբ կա նաև համաձայնություն ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման, որը տեղի կունենա խաղաղության համաձայնագրի կնքումից և վավերացումից հետո։ Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնք պարզաբանման էական և կարևոր նշանակություն ունեն այդ հարցերի շուրջ։ Աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և Հայաստանում, և արտերկրում։ Մեծ եղերնը Հայաստանում հայերի շրջանում անառարկելի ճշմարտություն է, ասել է նա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին, համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Սոցցանցում լայնորեն շրջանառվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները հայ երաժիշտ երգահան Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության ներքո իրենց դրոշը ծածանելով պարում են։ Արցախ գործը պարզապես մեղեդի չէ, այն հայոց պատմության, մշակույթի և ինքնության պայքարին նվիրված ստեղծագործություն է։ Համացանցում լայն տարածում է գտել Սևամորթ հարսնացուի հայերեն կատարումը նվիրված ազգությամբ հայր փեսացուին։ Հատկանշական է, որ աղջիկը երգը կատարել է եկեղեցում պսակադրվելիս։ Երևանի